Hello երեխեք։ Չես ուրախ վլոգ չի ու ընդհանրապես չգիտեմ խմես վիդեոն նկարում, բայց այսենց որոշեցի, որ ուզում եմ նկարեմ էմոցիաների տակ TikTok-ներ էի նկարում, որ որոշ չափով հանգստանամ, բայց հասկացա, որ ինձ կբրկի մենակ YouTube-ը ու եկել եմ, որ իրար հետ խոսենք։ Տարօրինակ այս լույսը, պրոստը կարգին սերիալը միացրած TikTok-ները սրա տակ եմ նկարում, որովհետև լույսը սիրուն է լինում։ Մեյքափս առավոտվանից կա ու տենց լացելուց լղոզվում է, չգիտեմ, սովորական լույսը ոնց է։ Երևի սենց, իմ սենյակը ահավոր մութ է, չգիտեմ ինչ լույս միացնեմ, որ կարողանանք խոսանք ու շատ դաժանը։ Եկեք թողնենք Էս կոտարին ես ահավոր քիչ վլոգներ եմ գցել, ինձ դաժե հետաքրքրեց քանի վլոգ եմ գցել, դրա համար եկեք նայենք իրար հետ, որովհետև ես միշտ շատ եմ սիրել վլոգներ նկարել, օհո ես միշտ ասում էի, որ ես Նազենի Հովհաննիսյանից հետո եմ, բայց պարզվում է ես Նազենի Հովհաննիսյանից առաջ եմ, կամ էլ իմ կոմպն է ինձ սովորել, եկեք ցույց տամ, տեսեք, երկու հրաշքներով։ Մենք վերջի 2 տարում քանի վլոգ եմ ես գցել, մեկ, այս տարի ես գցել եմ ընդամենը մի վլոգ։ Էլենի վերջի զանգը։ Շո։ Հետո եղել է նոր տարվա վլոգը, 2, 3, 4, 5 վլոգ։ Կոշմար։ Ու այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ ես շատ ուժեղ դեպրեսիայի մեջ եմ։ Ինչ հավես է սենց նստած խոսալը, երբ որ պրոստը անկեղծ խոսում եմ ձեր հետ։ Որ պատկերացնեք էմոցիոնալ ինչ վիճակում եմ էլի։ Բայց լույս եկեք հետ բերեք։ Թե լավ չի չեմ հասկանում։ 2 տարի է ես երեխեք ահավոր էմոցիոնալ վատ վիճակում եմ, ունեմ լիքը խնդիրներ, չունեմ համարյա ընկերներ, չունեմ ինձ լսողներ, կարելի ասել, ու մի հատ կաշա է պրոստը, ես միջև այդ մի քանի անգամ շեշտել եմ, որ իմ կյանքում լիքը վատ բաներ ա եղել իմ հետ այս վերջի 2 տարվա ընթացքում, սկսած 2024 թվականի ամառվանից մինչև օրս, ու սենց ամեն օրը ավելի վատն է, ու չգիտեմ ինչ անեմ ուղղակի։ Երևի հաշված մի քանի ընկերներ ունեմ, то есть մեկ արդեն ընկերուհի ունեմ, որ դուք գիտեք, ու իրա մոտ էլ ես չեմ ուզում խոսամ արդեն, որովհետև ես 2 տարի անդադար խոսում եմ, թե ինչ վատ է իմ մոտ, ու չեմ կարողանում ես այս ամեն ինչի մեջից դուրս գամ, ես ոչ մի տիպի պատերժկա չեմ զգում, ոչ մի տիպի չեմ զգում, որ իմ կողքը մարդիկ կան ու ես կարամ ես ամենի մեջից դուրս գամ։ Այսքան ժամանակվա ուղղակի շտկի լույսով ավելի լավ է։ Ուղղակի երազանքն է, այս 2 տարվա որ ես հանգիստ քնեմ ու իմ երազանքները իրականացնեմ, բայց ցավոք սրտի չի ստացվում ու ինչքան ես փորձում եմ, այդքան չի ստացվում ու ես ինձ ահավոր մենակ եմ զգում ու վատ եմ զգում։ Ահավոր էմպատ մարդ եմ, չգիտեմ տենց էին ասում, թե չէ, ես շատ էմոցիոնալ եմ, միշտ շատ էմոցիոնալ եմ եղել, ոչ թե վատ բաների հետ կապված, այլ ընդհանրապես նույնիսկ շատ ուրախ ժամանակներում ես շատ էմոցիոնալ եմ, շատ լավ եմ ապրում, շատ վառ եմ ապրում այդ էմոցիաները, իսկ այդ վատն էլ իմ համար ահավոր ծանր է, որովհետև անդադար վատն է ու նենց տպավորություն է, նույնիսկ նենց տպավորություն չի, ես իրոք ամեն օր կորցնում եմ ինձնից ինչ-որ մասնիկ ու կորցնում եմ իմ երջանկության պատճառները։ Երկար ժամանակ ես, տոիստ արդեն 2 տարի է ես վլոգներ եմ գցում, փորձում եմ ցույց տամ, որ ես ուրախ եմ, չգիտեմ, եթե TikTok-ով, Instagram-ով ինձ հետևում եք, իդեպ կարաք հետևեք։ Փորձում եմ ցույց տամ, որ ես ուրախ եմ, չգիտեմ, ամեն ինչ նորմալ է, բայց իրական փաստը էս է, որ ես հիմա նենց իրավիճակում եմ, որ ես նախ չգիտեմ ում հետ խոսամ, երկրորդ
ունեմ լիքը խնդիրներ, որոնք չգիտեմ ոնց լուծեմ, ես ունեմ շփման պակաս մարդկանց հետ։ Չգիտեմ, ուզում եմ այս վլոգը, ուզում եմ այս վիդեոն սենց մաքսիմալ անկեղծ լինի, տեսնեք ինձ սենց ոնց որ ես կամ, որովհետև չգիտեմ, միակ հարթակն է, միակ տեղն է, որտեղ ես ինձ որոշ չափով ուրախ եմ զգում, սիրված եմ զգում, երբ որ կարդում եմ ձեր մեկնաբանությունները, երբ որ դրսում տեսնում ու ինձ մոտենում եք, այդ իմ համար ամեն ինչ է, որովհետև ամեն պահի շատ դեպքեր ա եղել, երբ որ ես շատ վատ դրսում եղել եմ ու դուք մոտեցել եք ինձ ու այդ ձեր էներգիան ինձ ահա որ շատ բան է տվել։ Ես ահա որ կյանքի դժվար շրջանում եմ, ես չունեմ աշխատանք, ունեմ լիքը ֆինանսական խնդիրներ, եթե անկեղծ ուրեմն անկեղծ, չունեմ ընկերներ, կարելի ասելու մեզ կարամ դուրս գամ, ման գամ, չեմ հասկանում ինչ եմ ուզում դառնամ, չեմ հասկանում ինչ պետք է անեմ ու այդքան լիքը խնդիրներ։ Ես միշտ ասել եմ, որ ես վիդեոներ նկարում եմ նրա համար, որովհետև այդ ինձ կտրում աշխարհից ու երբ որ ես ինձ վատ եմ զգում, միացնում եմ կամերան ու ամեն ինչ իրոք լավանում է, ամեն ինչ իրոք թեթևանում է։ Ես գիտեմ, որ հիմական մարդիկ, ովքեր նայում են ինձ, մարդիկ, ովքեր չեն սիրում ինձ, մարդիկ, ովքեր շատ են սիրում ինձ, մարդիկ, ովքեր առաջի անգամ են ինձ տեսնում, դուք կամերայի մյուս կողմում եք, բայց ես ձեզ տեսնում եմ ու շատ ուրախ եմ, որ դուք ինձ հետևում եք, որ այստեղ եք ու լսում եք ու հասել ենք մենք իրար հետ այս կետին։ Ես 2023 թվից վարում եմ իմ YouTube-յան էջը ու իմ ամենալավ որոշումներից մեկն է, որովհետև ես ձեռք եմ բերել ձեզ, որ կյանքիս ամենավատ ասպարեզում էլ ես կարամ խոսամ ինչ-որ մեկ է դուք իստում։ Երազանքները շատ սովորական է, ես դաժուն եմ ստեղ կախած wish list, տարվա wish list, եկեք ես ձեզ ցույց տամ։ Ես իրան հավաքել եմ հունվարի 7-ին ու այս առաջի անգամ եղել, երբ որ ես հավաքել եմ wish list ու ուզեցել եմ, որ ամեն ինչ լավ լինի։ Շատ էմոցիոնալ եմ, լուրջ եմ ասում, չգիտեմ ինչի ասեց, բայց դե հոգուսրտում ուրախ եմ, որ դուք ինձ լսում եք, եթե ինչ։ Wish list-ս սենց հա, չգիտեմ, շողք, հա, կոմպի կարգին սերիալի շողքն եմ գնում երեխեք։ Այս օրն եմ, երբ որ ես սարքել եմ այս տարվա wish list-ը, գրած 07/01/2026, հիշում եմ, որ գործի տեղն եմ եղել ու գործի տեղն եմ սարքել շատ նեղված, որովհետև իմ հարազատ մարդկանցից մեկին նեղացնում էր։ Այստեղ գրած է, որ 2026 թվի իմ տարին է, բայց վաբշե չէ, չստացվեց, չգիտեմ, երկրորդ կեսից ինչ սպասեմ, եթե նույն տեմպով ա գնում, հլա ավելի վատ։ Այստեղ գրած է, որ ես սիրում եմ փողը, փողը սիրում է ինձ, որովհետև փողով կարանք գնանք, օրինակ Եգիպտոս, որ ստեղ նշած է։ Այստեղ գրած է, պետք է սկսեմ ճիշտ վերաբերվել փողին, ես ամեն նկարի վրա կպսրել եմ մի բան։ Այստեղ գրած է իմ նպատակները պրոստը շեշտում եմ մի հատ էլ, եթե ստեղից չի երևում։ Okay, հաջորդը գալիս է Եգիպտոսը, ես կյանքում մի անգամ եմ երկրից դուրս եղել, այդ եղել է Վրաստանը։ Ու ահա որ շատ ես սիրում եմ ծով, չգիտեմ, շոկ եղանակ։ Ու հիմա ես միշտ ասել եմ, որ ամեն հայ պետք է լինի Եգիպտոսում գոնե մի անգամ։ Ու չգիտեմ, ուզում եմ ստարտը տեղից լինի, Եգիպտոսի նշանն է։ Այստեղ գրած է լոշվավ iPhone-ս։ Այդ կպցնեմ, երեխեք ջան, կներեք։ Որ ասում եմ ձեր հետ խոսալուց շատ եմ ոգևորվում, չեք հավատում։ Ճիշտ անցքերից անցկացնում, որ սիրուն լինի։ Okay, Եգիպտոսի նկարի վրա գրած է աշխարհի չափ ուզում եմ հանգստանամ Եգիպտոսում։ Պրիմիտիվ եմ, չէ՞, այո։ Okay, հաջորդը եկեք անցնենք սրան, որտեղ գրած է 10,000 հետևորդ, որը նշանակում է ի վերջո մի փոքր հայտնի դառնամ։
Վերցեմ թաշկինակս եւ մոքրեմ արցունքներս։ Okay, ես միշտ ես համարել եմ ինչ-որ լիչնի բան, բայց ես եւ իմ սիրելի մարդիկ։ Okay, հաջորդը էսա մաքուր եւ խնամված դեմք, երբ որ իմ տարին սկսեց իմ դեմքը ահավոր ակնեով էր, իդեպ հիմա էլ ինքը ակնե կա դեռևս, որովհետեւ ստրեսից ու դեպրեսիայից ամեն ինչ դեմքից գրվում է, բայց որոշ չափով անցել է, ինչ տարվա սկիզբեր, ինչ հիմա ահավոր տարբերվում է, էլի։ Երկրորդը էլի փող, բայց դա ուրիշ միտք է, քարտին լիքը փող։ Շատ պրիմիտիվ եմ երեխեք ջան, անցանք։ Որ պատկերացնեք, այս wish list-ից, այս 7 ամսվա ընթացքում կատարվել է մեկը։ Որով ես հիմա նկարում եմ։ Եկեք հասնենք այդ մեկին, iPhone 17 Pro Max-ն աստեղ, իմ մոտ Pro-ն է, բայց ես էլի շատ շնորհակալ եմ, որովհետև ինքը շատ երկար ժամանակ եղել է իմ մազերիս հետ ինչ անեմ, շատ սիրում են։ Հայրև դուք ինձ նոր եք տեսնում, չէ՞, ցենց կարճ մազերով մի քանի առաջ եմ կտրել երեխեք ջան։ Կարեք ասեք, որ շատ սիրուն եմ։ Okay, ամենավերջին iPhone-ը, ու ես ունեմ ամենավերջին iPhone-ը ներկա պահին։ Այո, իմ ամենավերջին երազանքն է եղել սաղից, եթե ինչ, ու ունեմ իրան առաջինը։ Տակից պլանշետ է Android, որովհետև ես պլանշետը հետը, հենց տենց գրել եմ, որովհետև ես Android-ի մեծ սիրար եմ ու ինձ նաև հետա պետք է որ չունեմ։ Да, с этим сложно все, ребята. Ստեղ գրած է երջանիկ ես, երջանիկ հարաբերություններ։ Առանց մեկնաբանությունների ոչ ես եմ երջանիկ, ոչ էլ եմ երջանիկ հարաբերություններ։ Եվ քանի որ ես վերջի 2 տարվա ընթացքում ես դեպրեսիայից նման խնդիրներից ահավոր չաղացել էի, իմ ուզած ֆիգուրան։ Սա իմ տարվա wish list-ն է, ու այստեղից կատարված է, այսինքն կընկնի հեսա, ընդհանրապես մեկը։ Ես էլի շնորհակալ եմ, էլի իմ ամենամեծ երազանքը կատարվել է, չգիտեմ ոնց մենք լացելու վիդեոից անցանք wish list քննարկելուն, բայց դե, քանի դեռ արջուկներս ձեզ բարևում են, պրոստը իմ տեղերը չի էլի։ Հիմա Okay, քանի նկարում եմ եկեք ցույց տամ իմ նոր շորը, տնային, որ ես այս շորը մարել, անուչը մարը պատվիրել է եկել է, համել կգնատեք։ Հիմա ինձնից ոնց որ խոսում եմ ընկերուհիներիս հետ, ում հետ ես խոսքի ինչ որ 100 տարին մեկ եմ խոսում ու պետքա սաղ պատմեմ։ Այսօրվա տնային շորը, սենց ես թույլ թեթև եմ հագնում, չգիտեմ ոնց ցույց տամ, մի քիչ նիհարել եմ, չգիտեմ, սենց երևում է թե չէ, մի քիչ նիհարելը, բայց էլի լիքը տեղ կա։ Պատկերացնեք ինչքան եմ լացել ու ինչքան ծարավ եմ, չեք պատկերացնի։ Հա, չգիտեմ, վերջին նորություններից ես հիմա աշխատանք չունեմ, ես աշխատում եմ մի հատ շատ հավես կաֆեշկայում, տեղից վլոգ ունեմ, թե չունեմ, չեմ հիշում, ես հիշում եմ, որ նկարում էի, բայց չեմ հիշում, գցել եմ, թե չէ, հա, ոնց որ գցել եմ, նոր տարուն ինգայից տուն էինք գնում, այդ օր գործի, ոնց որ տենց մի բան գցել եմ, այդտեղ չեմ աշխատում էլ, դեռ նոր գործ չունեմ, որովհետև իմ ֆինանսական խնդիրներին համապատասխան շատ փողով գործ չկա, շատ փողն էշի միլիոներ ենք ուզում, բայց դե այդ տենց նորություններից եւս մինուտочку հիշեմ ինչ նորություն կա, ու մազերս եմ մի քանի առաջ կտրել, որովհետև հասկացա, որ իրանք երկար ոչ ֆորմա ունեն, ոչ մի բան չունեն, իրանք սովորական են ու ինձ չեն սազում, նիհարել եմ, մազերս եմ կտրել, գործ չունեմ, ունեմ լիքը խնդիրներ, ունեմ iPhone 17 Pro, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Այս վիդեոն լինի իմ ռուբրիկայից, որովհետև ինքը լրիվ այդ ռուբրիկային համապատասխան է, նայր ինձ իմ աչքերով, 2 տարի անց եւս մեկ թողարկում։ Ապրեք շատ նայելու համար այս վիդեոն, մինչ նոր հանդիպում, չէ, ստոպ, ես TikTok-ում սենց եմ անում, բայց YouTube-ում անում եմ։